Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է հանրային եւ հեռուստատեսային քննարկումները ամենաարդիական հարցերի շուրջ։ Եվ այսօր Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության եւ պրես կենտրոն հարցազրույց հաղորդման շրջանակներում քննարկելու ենք վերջին օրերին տեղի ունեցած վերջի օրերի եւ ոչ միայն օրերի, կհասկանաք հիմա ինչի նկատի ունեմ, իրադարձությունների եւ իրադարձության իմաստը, հեռանկարը եւ պատմությունը։ Այսօր խոսելու ենք հայոց ցեղասպանության մասին։ Այսօր մեր հյուրերն են պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյան եւ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Բարև ձեզ, պարոն Այք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, գիտեմ շատ ծանրաբեռնված եք այս օրերի ընթացքում։ Ոչ միայն աշխատանքի բերումով, այլ առհասարակ ապրիլ ամիսը մեզ համար շատ դաժան ամիս է։ Հայոց ցեղասպանություն։ Հիմա իմ խորին համոզմամբ կամ դրսից, կամ որոշ, ասենք ասենք, ուժերի կամ վերացական ձևակերպեմ մարդկանց կողմից բավականին ակտիվ, ասես մի նարատիվ է ներգծվում հայկական դաշտ, որ հայոց ցեղասպանությունը ինքը պատմական մի իրադարձություն է եւ այդ պատմական իրադարձությունը չպետք է խանգարի, որ մենք բոլորս շարժվենք դեպի ապագա, փորձենք կառուցել բարեդրացիական հարաբերություններ մեր հարևանների հետ եւ այլն, իսկ հայոց ցեղասպանությունը, ավելի ճիշտ հայոց ցեղասպանության մասին հիշողությունը եւ հայոց ցեղասպանության միջազգային, ընդունման կամ միջազգային գործընթացները իրենք խոչընդոտ են։ Այս պարագայում, պարոն Մելքոնյան, առաջին հարցը ձեզ։ Տեսեք, հայոց ցեղասպանությունը դա ոչ միայն լոկ ատելության, վայրագության, ամենածայրահեղ դրսևորումներ 20-րդ դարի սկզբին, սա նաև խոշոր աշխարհաքաղաքական պրոյեկտ էր, որքան էլ դա դաժան չհնչի։ Համաձայն եք այս կարծիքի հետ։ Եթե թույլ տաք ամենասկզբում մի հատ շատ կարևոր բան նշեմ։ Խնդրեմ։ Այն թեզը, որը դուք հիշատակեցիք, որ այսինչ որ պատմական իրադարձություններ եւ պիտի մոռանանք։ Դա ես չեմ ասում, դա գիտեք ովքեր են ասում։ Շատ կարևոր է շեշտել դա, որ սա արդյունք է հիբրիդային եւ ավելի ճիշտ հոգեբանական պատերազմը, որը տեղի ունենում Հայաստանի դեմ, որովհետեւ այս տեզիսը, ավելի ճիշտ այս նարատիվը ինքը կիրառվում է մեր թշնամիների կողմից։ Իսկ երբ որ մենք տեսնում ենք, որ 100 տարի անց այս նարատիվը նաեւ Հայաստանում է տարածվում, նշանակում է, որ իրենց հոգեբանական պատերազմի մեջ իրանք հաջողվում են։ Հիմա վերադառնալով ձեր կողմից նշած հարցին։ Լինելով իսրայելագետ մի հատ օրինակ է թույլ տակ բերեմ։ Իսրայելն է կարող էր ասել, որ այս ամեն ինչ արդեն անցել էր, կարիք չկա հիշատակել ցեղասպանությունը, որը հոլոկոստի մասն է խոսքը, որը տեղի ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակում, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ 80 տարի անց Իսրայելում դրա մասին միշտ հիշացնում են, եւ ոչ միայն Իսրայելում, այլ նաեւ յուրաքանչյուր միջազգային հարթակներում։ Իսրայելը եւ հրեական ժողովուրդը ինչ որ ցանկանում էր, արդեն ստացել էր, շչակերտներով ասենք, բայց իրենք թողում են այս հարցը օրակարգում, որովհետեւ իրանք էլ են շատ լավ հասկանում, շատ կապելով ձեր հարցին, որ սա էլ է ավելի մեծ նախագիծ եւ ինքը չէր սահմանափակվում միայն հրեաներով։ Հիմա մենք տեսնենք, թե ինչ ավելի լայն նախագծի եւ կոնտեքստի մեջ այս իրադարձություն տեղի ունեցել։ Մենք տեսնում ենք, որ վերջի 100 տարվա ընթացքում մերձավոր արևելքում տեղի ունենում դեքրիստոնիզացիայի գործընթաց։ Եվ այո, հայերս մենք մեր մեծ մերձավոր արևելքի մաս ենք միշտ։ Եվ մենք տեսնում ենք, ինչպես քրիստոնյաների քանակը մերձավոր արևելքում նվազում է։ Եվ այս վերջի իրադարձությունները, որոնք օրինակ Սիրիայում տեղի ունեցան, այլի այս մեծ գործընթացի մաս են, հիշացնեմ, Թուրքիայի ուղղակի օգնությամբ եւ աջակցությամբ ահաբեկիչները, որոնք եկան իշխանության, սկսեցին կատարել զանգվածային ցեղասպանություն կարող են կոչել, ավելի ճիշտ այսօր դա էթնիկ զտում է,
ալավիների դեմ, քրիստոնյաների դեմ, եւ սա այդ նույն ուժերն են, որոնք փաստացի գաղափարական տեսանկյունից դե նույն բանը անում են 100 տարի առաջ։ Կար ավելի լայն եւ մեծ գործընթաց։ Այս եթե մենք վերցնենք տարածաշրջանային մակարդակով։ Այդ նայենք մյուս կողմից, որն էր հիմնական Թուրքիայի նպատակը, բացի իշխել տարածաշրջանը։ Մենք տեսնում ենք մի շատ կարևոր տրենդ։ Հայեր չկան Թուրքիայում, հայեր չկան Նախիջևանում, հայեր չկան Ադրբեջանում, հայեր չկան Արցախում։ Հայաթափումը դա Թուրքիայի քաղաքական արտաքին քաղաքականության մեջ հիմնական միջոցներից մեկն է, որպեսզի իրենք կարող են հասնել իրենց նպատակին։ Հիմա Թուրքիայի նպատակներից մեկը հասնել Կենտրոնական Ասիա եւ հայաթափումը դա իրանց կարևոր միջոցներից մեկն է, որովհետեւ իրանք ընկալում են եւ այսօր ընկալում են հայկական ֆակտորը որպես հիմնական խոչընդոտ այս նպատակին։ Այսինքն ստացվում է այնպես, որ ցեղասպանությունը դա ոչ միայն լոկ, հա, կրկին ատելության դրսևորում էր, այլ բավականին sense մանրակրկիտ աշխարհակահաղական պրոյեկտ։ Եվ ինքը չի ավարտվել։ Ոչ, այսենց ասենք, հա։ Յուրաքանչյուր նախագիծը ինքը ունի տարբեր շերտեր՝ ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ։ Ազգային մակարդակում իրանք կերտում էին նոր ազգը, որը ստեղծվում էր, տարածաշրջանային մակարդակում դա հասնել Թուրքիային միջև Կենտրոնական Ասիա, հայաթափելով եւ ցեղասպանելով ոչ միայն հայերին, քրիստոնյաներին, եւ ավելի գլոբալ մակարդակում այն ինչ որ հիմա փորձում են անեն։ Կենտրոնական Ասիան կապել Եվրոպայով, հիմնականում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով։ Այսինքն ստացվում է հետեւյալը, որ եթե մենք օրինակ, հա, իհարկե Աստված ոչ անի, բայց այնուամենայնիվ ենթարկվում ենք թուրքական 5-րդ Շարասյան, հա, ազդեցությանը եւ ասում ենք դե լավ դնենք ցեղասպանության խնդիրը մի կողմ եւ գնանք Թուրքիայի հետ փորձենք բարելավել հարաբերությունները, ասելով դե լավ թողում ենք պատմաբաններին, այս ամբողջ հարցը ինքը մեկա նոր ցեղասպանության վտանգը չի չեզոքացնում, ճիշտ եմ հասկանում։ Անշուշտ ինքը ավելի մոտիկացնում է եւ ամենավտանգավորը ինքը փաստացի լեգիտիմիզացնում է այն ինչ որ Թուրքիան եւ Ադրբեջանը անում էին։ Երբ որ Ադրբեջանը կատարում է էթնիկ զտում Արցախում, Թուրքիան կատարում է ցեղասպանություն եւ Հայաստանը բարելավում է իրենց այդ հարաբերությունները, մոռանում է այն ինչ որ տեղեր ունեցել, օրակարգից այս հարցը հանում է, դա նշանակում է միջազգային հանրության տեսանկյունից, որ այս արտաքին քաղաքականության մեջ միջոցները հայերի կողմից ընդունվում են եւ իրանք որովե քրեական հիմք չունեն դրա տակ։ Տեսեք, այստեղ մեր, հա, դիսկուրսի մեջ ձեր թույլատրությամբ պարոն Միքայելյանն էլ ներգրավում են։ Պարոն Միքայելյան, սա հարց չի, սա պարզապես փորձենք հասկանալ, հա, խորքային։ Այ պարոն Մելքոնյանը շատ ճիշտ ասեց, որ ես կիսում եմ այդ կարծիքը, որ սա աշխարհակահաղական պրոյեկտ է եւ մոռանաս, չմոռանաս, ինքը չի կանգնեցնում գործընթացը, այսինքն սա Թուրքիայի կողմից բավականին մտածված երկարամյա, հա, գործընթացը։ Բայց տեսեք, հարց են տալիս մարդիկ, ասում են դե լավ, ցեղասպանության, հա, գործընթացները իրանք տեն շարժում են իրա, խոսքը գնում է միջազգային ընդունման մասին, իրա տարբեր փուլերով, բայց կիրառական առումով դա Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին ինչ-որ բան չի տալիս։ Համաձայն եք այդ կարծիքի հետ։ Խոսքը գնում է շոշափելի ինչ-որ բանի մասին։ Ոչ, իհարկե համաձայն չեմ։ Խնդիրը հետևյալն է։ Եթե Թուրքիան ներկայացնում է իրական վտանգը Հայաստանի համար, ապա ցեղասպանության ճանաչումը ընկալվել է միշտ եւ իրականացրել է լրացուցիչ զսպող օղակի ոնց որ դերը։ Եվ եթե մենք դիտարկենք օրինակ զսպումը Թուրքիայի եւ Ադրբեջանի, ապա քաղաքական զսպումը ստեղ նույնիսկ ավելի կարեւոր է, քան թե ռազմական զսպումը, որովհետեւ քաղաքական զսպումը կարող է թույլ չտալ, որպեսզի ռազմական գործողություններին գործը հասնի։ Պարզ է, որ մեզ ձեռնտու չէ, որ դրան հասնի։ Այսպիսով, եթե նրանք ուժեր ծախսեն, օրինակ, շատ ռացիոնալ եմ խոսում միայն, եթե նրանք ուժեր ծախսեն, որպեսզի պայքարեն հայոց ցեղասպանության դեմ, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դեմ կամ Արցախի Հանրապետության դեմ, սա շատ ավելի լավ է, քան թե մենք իրականում հողում կռվենք իրենց դեմ։ Սա զուտ, այսպես ասած, մի օրինակն է։ Երկրորդը, իհարկե, մենք ուղղակի բարոյական իրավունք չունենք, այսպես ասած, ուրանալ մեր
Անցյալին, որովհետև դա մեր մշակույթի մասն է։ Եթե մեզ ինչ-որ մեկը ասում է, որ մենք պետք է մոռանանք մեր անցյալը, ապա նրանք ուզում են, որ մենք ինքնությունը կորցնենք։ Իսկ ինքնություն կորցնելը դա ուղղակի, այսպես ասած, բարոյահոգեբանական բան չի, դա արդեն մարդու անունի կորուստի նման բան է, այսինքն նրանք ուզում են, որ մենք հայ չլինենք։ Եվ այստեղ եւս այստեղ քաղաքական հարց է, այսինքն ինչպես հայությունը իմաստազրկել, ինչպես հայությունը դարձնել ուղղակի ինչ-որ մարդկանց զանգված, հա, օրինակ ազգայինը վերանվանել պետականին, իսկ պետությունը կարող է լինել ոչ ազգային։ Եվ այս պարագայում պետությունը կարող է լինել օրինակ օկուպացնող պետությունը, օրինակ Թուրքիա եւ Ադրբեջանը, հա, մի քիչ ծայրահեղացնում է, բայց այդքան էլ շատ չէ։ Հասկանում ենք ինչ համատեքստի մեջ են գործում։ Ցավոք չեք ծայրահեղացնում, ասեմ ավելին, ես էլ եմ ինձ բազմաթիվ անգամ հարցեր տվել, ինչի համար նույն Թուրքիան, Ադրբեջանը, հա, ես վերցնում եմ առայժմ արտաքին խաղացողներին, ներքիններին չեմ անդրադառնում, բավականին ցավոտ են տանում առհասարակ ազգային, հա, խոսույթը, օրինակ նույն ներհայկական դիսկուրսում։ Իրանք են ներհայկական դիսկուրսը, կարծես թե չպետք է իրենց վերաբերվի, բայց իրանք շատ ցավոտ են տանում։ Եվ այս պարագայում պետք է արձանագրել, որ այո, ազգային տեսլականի իբր ճակերտներում պարոնայք փոփոխությունը պետականի, ինքը առաջին հերթին հարվածում է պետական շահերին, պետությանը, այսինքն ունենք 180 աստիճան հակառակ համակարգ, համաձայնեք թե ոչ, թե միգուցե ես sense ոնց որ խտացնում եմ հայկական պետությանը։ Այո, հայկական պետությանը, բնական։ Անդեմ պետությանը կարող է չխանգարել։ Եթե մենք ապա հայկականացնում ենք Հայաստանի Հանրապետությունը, ապա կարող է չխանգարել։ Եվ ստեղ եւս մի երկու բան կուզենայի ավելացնել։ Առաջինը, ասում եք ազգայինից վախենում են։ Այստեղ մի շատ կարևոր շեշտադրում։ Ուրեմն, եթե նրանք Հայաստանի ներքին դիսկուրսներից վախենում են, իսկ այո, մենք տեսնում ենք այդ արձագանքները ամենաբարձրագույն մակարդակից թե Ալիևի թե Էրդողանի կողմից։ Եթե նրանք արձագանքում են Հայաստանի ներքին դիսկուրսներից, այդ թվում պայմանական ասած այս բանավեճին կամ այս խոսակցությանը, ապա այդքան էլ թույլ չէ Հայաստանը, ինչպես մեզ փորձում են համոզել, այսպես ասած, Թուրքիայի շահերի ներկայացուցիչները Հայաստանում։ Սա մեկ։ Երկրորդը, ինչպես Հայաստանը կարող է ազդել Թուրքիայի վրա։ Օրինակ, մենք իրականացնում ենք ինչ-որ քաղաքականություն, թե ոչ։ Թուրքիան Հայաստանից 30 անգամ ավելի մեծ է, բնակչությամբ, տնտեսությամբ էլ ավելի մեծ է եւ այլ։ Այսինքն Թուրքիան իր քաղաքականությունը որոշում է ինքը եւ տանում է Հայաստանի նկատմամբ։ Նույնիսկ երբ որ Հայաստանը փոխել է իր քաղաքականությունը ամբողջությամբ, մենք չենք տեսել Թուրքիայում քաղաքականության փոփոխությունը։ Ավելին ասեմ, վերջին նման հարցումը եղել է 2022 թվականին, Թուրքիայում թիվ 1 թշնամին համարվել է հենց Հայաստանը, սոցհարցումներով 62% ասել է, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար։ Այսինքն այն էլ 2022 թվականին, երբ որ Հայաստանը իսկապես ոչ մի վտանգ չէր ներկայացնում։ Եվ այստեղ ես միշտ ասում եմ հետևյալը. կարելի է հասկանալ, երբ որ օրինակ Կուբան ընկալի ԱՄՆ-ին որպես գլխավոր վտանգ, բայց եթե ԱՄՆ-ն ընկալի Կուբային որպես գլխավոր վտանգ, դա անառողջ իրավիճակ է, բայց մենք այդ անառողջ պետության հետ գործ ունենք։ Եվ այստեղ պետք է հասկանանք, որ ուզենանք, չուզենանք, պետք է արձագանքենք։ Տեսեք, իմ խորին համոզմամբ, պարոնայք, ունենք մի իրավիճակ, երբ որ թե թուրքական, թե ադրբեջանական հասարակությունները նախապատրաստում են, եւ սա բավականին հետեւողական գործընթաց է, նոր, ցենց ասենք, հանցագործությունների մեր դեմ։ Ես այլ կերպ բացատրություն չեմ գտնում նույն Էրդողանի հայտարարությունը կհիշեք զորահանդեսի ժամանակ Ադրբեջանում, երբ որ ասեց, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվում է, կամ օրինակ բազմաթիվ են օրինակները, այս վերջին, ամենածայրահեղ օրինակներից մեկը նա է, որ Ադրբեջանը գազանանոց է կառուցելու Արցախում հայկական գերեզմանատան տեղը։ Պատկերացնում եք նսեմացման եւ ստորացման մակարդակը, եւ սա լոկ իմ կարծիքով ոչ միայն վայրագության, դրսևորում է, այլ շատ հստակ նախապատրաստական աշխատանք է իրենց հասարակությունների մեջ մեզ կրկին փորձել կամ դուրս մղել կամ ցեղասպանել։ Միգուցե այստեղ եմ ես գույները խտացնում։ Խնդրեմ։ Այն ինչ որ մենք տեսել ենք 2020 թվականի արդյունքում, որպես պատմաբան բացատրեմ, յուրաքանչյուր երևույթը պետք է նայել ոչ միայն կոնտեքստի մեջ, այլ նաև մի հատ տրենդի մեջ։ Հետևաբար մերոնք նկատում եմ Հայաստանում փորձում են շատ հաճախ տարանջատել
Բաքվու Սումգայիթ Մարագայում պոգրոմները եւ 20 թվի պատերազմը եւ 23 թվի էթնիկ զտումը եւ տարանջատումը ցեղասպանությունից։ Իսկ եթե մենք տեսնում ենք սա միակ, որտեվ 100 տարի մարդու իր պատմության համար դա երկարաժամկետ բան չի։ Սա շատ հստակ միտում էր եւ տրենդ էր։ Եվ ասելով, որ այս տրենդը այսօր ավարտվելու է, որովհետև մտածում ենք լավ Արցախում հաղթեցինք 90-ականներում, հիմա ամեն ինչ կփոխվի, թուրք կփոխվել, ադրբեջանցը փոխվել, ուրիշ պետություն են։ Մենք 2020 թվին տեսանք, որ այդպիսի չէ։ Հետո մենք տեսանք, որ 23 թվին այդպիսի չէ եւ կային մտքեր, որ հանձնենք ապրենք, կատնալով հողերը հանձնենք, հանգիստ կապրենք։ Տեսնում ենք, որ այդքան հանձնելով իրանք չեն բավարարվել։ Նշանակում է, որ հողը չի նպատակը, միայն տարածքը չի նպատակը, իդ գալով ցեղասպանության օրակարգին։ Հիմա հետեւաբար վերադառնալով ձեր հարցին, մինչև իրանք չհասնեն այդ ամենամեծ նպատակին, ընդհանրապես հայաթափեն տարածաշրջանը, իրանք երբևէ չեն կանգնելու։ Հետեւաբար այս երևույթները, որը դուք նշեցիք, եւ կամ օրինակ, որ Բաքվում զինտեխնիկայի եւ հայերի իբր թե հաղթանակի պուրակ այսպես դրանք են անվանում, այսպես կոչենք։ Դա իրանց համար ինքնության կրթման սյուներից մեկն է, որտեղ ինչպես է կրթվում ինքնությունը։ Դու փորձում ես գտնես, թե ինչով ես դու տարբերվում ուրիշից։ Իսկ երբ որ դու միշտ դրա վրա ես հիմներ քո ինքնությունը, հակահայկական հիմքեր քո ինքնության վրա, դու պիտի միշտ, որպեսզի քո ինքնությունը պահես, պահպանես, դու պիտի միշտ հակահայկական քարոզչությունը տանես առաջ։ Եվ այս վերջերս դա երեք էր տեղ ունեցել, պաշտոնական անվտանգության կառույցներին կից մամուլներ ադրբեջանական տարբեր լուսանկարներ տարածեցին իրանց սահմանապահ զորքերի տարբեր զորամասերից, որտեղ Ադրբեջանի հիմնական մասը ուղղակի կապված էր Նախիջևանի հետ Հայաստանի Սյունիքի տարածքով։ Այսինքն իրենք արդեն համարում են, որ Սյունիքը ունեն Երբ որ իրանց սահմանապահ զորքերում կան նկարներ պաշտոնական, որտեղ դա որոշում պիտի լինի, որ այդպիսի նկարներ տարածվեն, որ Սյունիքի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Երբ որ Արցախի ժամանակավոր օկուպացված ադրբեջանական զինված ուժերի զորամասերում Ադրբեջանի տարածքում գտնվում են Սյունիքը, Վայոց ձորը եւ Գեղարքունիքը, դա նշանակում է, որ կա պետական օրակարգ եւ Բաքուն հետևում է այդ օրակարգին, իրանք այդ առումով իրանք բավական հետևողական են։ Նա տեսեք, պարոն Միքայելյան, իսկ ինչով է պայմանավորված, որ բելավ իշխանություններին դնում է մի կողմ, այնտեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է, հա, իրանց տեսլական, իրանց ամեն ինչը։ Բայց ինչով է պայմանավորված, որ հասարակությունը, հա, ես գիտեմ դուք բավականին լայն շփումներ ունեք հասարակության տարբեր շերտերի հետ, հասարակությունը, չգիտեմ, հրաժարվում է ընդունել այս իրողությունը։ Պարզապես հրաժարվում է։ Մի մասը հասարակության, դե լավ, սենց ասենք։ Նախ մի փոքր շարունակեմ նախորդ թեման, չնայած ես ամբողջությամբ համաձայն եմ գործընկերոջից ասացի հետ, բայց մի քանի թեզ կուզենայի ավելացնել։ Մեզ արտերկրից շատ հաճախ ասում էին, որ այ դուք ընդգրկված եք զրոյական գումարով խաղի մեջ, եւ սա նշանակում է, որ օրինակ ինչ որ մեկի հաղթանակը ուրիշի պարտադիր պարտություն պետք է լինի, ինչու չեք կարող միասին առևտուր անել Ադրբեջանի հետ եւ այլն։ Պարզ է, որ ստեղ հիմնական հասցեատերը պետք է լիներ հենց Ադրբեջանը, բայց ստեղ սխալ էին հասկանում, որովհետեւ իրականում այս գումարը բացասական, այսինքն այս խաղը բացասական գումարով է։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն Ադրբեջանի համար Հայաստանի պարտությունը, նույնիսկ եթե ինքն էլ կորուստ ունենա, էլի շատ լավ բան է։ Այսինքն Ադրբեջանի համար ուղղակի կարևոր է, որ մենք ավելի շատ կորուստ ունենանք, քան թե իրանք։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն սա նշանակում է, որ հնարավոր չէ բացառվում է Ադրբեջանի հետ որևէ կառուցողական գործողություն։ Առհասարակ բացառվում է։ Իսկ խաղ պայմանագիր է։ Տեսեք, ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը եւս բացառվում է, բայց նույնիսկ եթե թղթով ստորագրվեց, մենք քիչ ենք տեսել Ադրբեջանի կողմից խախտված պայմանագրեր թղթերի։ Այսպիսով, իմ կարծիքով Ադրբեջանը երբևէ չի գնա Հայաստանի հետ խաղաղությանը, եւ ըստեղ եւս մի բան, այսինքն եթե մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից այս քաղաքականությունը եւ այս օրինակ այդ գազանանոցի կառուցումը եւ այլն, սա տեղի չի ունենում, սա փոքր երեխաների մտածելակերպի նման մի բան է, այսինքն երբ որ
որ երեխան նայում է, ինքը չի տեսնում, ուրեմն դա տեղի չի ունենում, հա։ Այստեղ պետք է, այսինքն այս իրողության հետ պարզ աչքերով նայենք եւ հաշտվենք եւ գիտակցենք։ Եվ այստեղ արդեն բուն ձեր հարցին պատասխանեմ։ Ուրեմն այստեղ հետեւյալ իրողություն կա։ Նախ մեծամասնությունը գիտակցում է խնդիրը։ Բոլոր հարցումներով մենք տեսնում ենք, որ մեծամասնությունը գիտակցում է խնդիրը եւ նույնիսկ կտրուկ մեծամասնությունը։ Այսինքն հարցումներով մոտավորապես 90%-ը գիտակցում է, որ Ադրբեջանը Հայաստանի թշնամի է, Թուրքիան եւս։ Պարզ է, որ առաջ այդ տոկոսը նույնիսկ ավելի բարձր, այսինքն երբ որ տարիներով իրականացում է հակաքարոզ, որի նպատակը մարդկանց, այսպես ասած, գիտակցումը լղոզել, այսինքն ուշադրությունը շեղել եւ այլն, պարզ է, որ արդեն սղությունը նվազում է եւ ստեղ հենց սա է խնդիրը, այսինքն իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ նրանք ի վիճակի չեն մարդկանց բացատրել, որ Ադրբեջանը իրենց բարեկամն է, երբ որ նրանք ամեն օր իմանում են Ադրբեջանի նոր հակահայկական գործողությունների մասին։ Նրանց նպատակը ուղղակի ֆոկուսը շեղել, թույլաtsնել այդ էմոցիոնալ արձագանքը եւ հենց դրա համար միշտ ասում է էմոցիոնալ մի արձագանքեք, այսպես, որպեսզի մարդիկ մի քիչ շեղվեն, մի քիչ գինու փառատոնի մեջ մասնակցեն, չգիտեմ, ինչ որ ուրիշ բան անեն, որպեսզի քիչ մտածեն հայկական հարցի վերաբերյալ։ Եվ այս պարագայում նրանք թույլ կտան, ուղղակի թույլ կտան։ Այսինքն, ստեղ հարցը նրանում չէ, որ ժողովուրդը աջակցի այդ հակահայկական քաղաքականության իշխանությունների, այլ ուղղակի որպեսզի ժողովուրդը շատ չընդդիմանա։ Այսպիսով, ժողովրդի մեծ մասի կարծիքը, կտրուկ մեծամասնության կարծիքը այնպիսին է, որ ժողովուրդը գիտակցում է, թե ինչ խնդիրներ կան, բայց այս խնդիրը ուրեմն արհեստականորեն իջեցվել է խնդիրների շարքում դեպի երկրորդ, երրորդ, չորրորդ տեղ եւ այսպես է կառավարումը իրականացվում։ Պարոն Մելքոնյան, ներողություն եմ միանգամից խնդրում, միգուցե այս հարցը հնչի տարօրինակ, հա, նվազագույնը իմ շուրթերից, բայց այնուամենայնիվ ես ստիպված եմ այս նարատիվը, հա, հնչեցնել, որովհետև մարդկանց անասնացնելու, հա, գործընթացը, որը փորձում են իրականացնել, ստիպելով մեզ մոռանալ, հա, իրականությունը, առհասարակ իրականությունը եւ ապրել ինչ-որ մի sense պատրանքների մեջ, հաճախակի այդ պրոպագանդան վարողները ասում են հետեւյալը. Ուրեմն առաջինը սա 21-րդ դար է, կարակ չվախենակ, պատերազմ չի լինի, ցեղասպանություն չի լինի, 21-րդ դար է ի վերջո։ Եվ Թուրքը փոխվել է, այնա, մարդիկ գնում են Թուրքիա, հանգստանում են, չգիտեմ, առևտուր են անում, շոփինգ են անում, էս են անում, կարողա Թուրքը հային տեսնում է եւ տենց ինչ որ բացասական գործընթացները գեներացնում։ Այսինքն կարճ ասած Թուրքը փոխվել է, կարակ չվախենակ։ Կամ չմտածեք, ներողություն։ Ինչ ասեմ, 1 ամիս առաջ, մարտ 2025 թիվ, թուրքական եւ պրոթուրքական ուժերը Սիրիայում մորտեցին ավելի քան 2000 քրիստոնյա եւ ալավի, այլ կրոնական փոքրամասնություն Սիրիայի տարածքում։ Դե որ մենք ասում ենք Թուրքը փոխվել է, գուցե խոսքը գնում է թուրքերի մասում հետ առնչվում են, չգիտեմ, հյուրանոցներում կամ այլ ինչ որ տեղերում։ Հա, մարդ կա հիմա վստահաբար, տեսեք հիմա ներողություն որ ընդհատում եմ, մարդ համ ես լսում, ասում եմ, բայց մի րոպե, ես գնացել եմ Անտալիա, հանգստացել եմ, իմացել են հայ եմ, ասել եմ, վայ, ես ինչ լավ է որ դու հայ ես։ Դա մեկ ոլորտ է։ Երբ որ խոսքը գնում է ավելի լուրջ բաներին, քան թե Անտալիայում հանգստանալու համար, այլ օրինակ փակ փորձագիտական հանդիպումներ կամ տարբեր քաղաքական գործիչների հետ հանդիպումներ, շատ պարզ տեսնում ես, թե ինչպես իրանց քաղաքական միտքը 100 տարվա ընթացքում ընդհանրապես չի փոխվել։ Ոչ միայն այն հարցով, որ իրանք այդ միջոցները չեն կիրառելու, իրանք այդ միջոցները կիրառել էին եւ հիմա կկիրառեն։ Եվ մենք տեսնում ենք այս օրինակը, ել եմ ասում, ուղիղ 1 ամիս առաջ Սիրիայի տարածքում։ Այո, շատ ցայտուն օրինակ էր եւ ես ներողություն եմ խնդրում, որ ստիպված էի այս շրիշակից ցածր, հա, այդ օրինակները բերեի, բայց այդ օրինակներով են աշխատում հայ ժողովրդի թշնամիները կամ թուրքական 5-րդ շարասյունը, որը այդ թեզերը շատ ակտիվ ներգծում է մարդկանց մեջ։ Պարոն Միքայելյան, ձեզ մի հարց ուղղեմ։ Տեսեք,
կա sense մի կարծիք հակընդեմ։ Եթե դու ուրանում ես կամ մոռանում ես, որ քեզ ցեղասպանել են եւ փորձում ես ներել ցեղասպանին այն պարագայում, երբ որ ցեղասպանը չի ընդունում իր մեղավորությունը, ապա դու անխուսափելի հրավիրում ես ցեղասպանին նոր հանցագործություններ իրականացնելու։ Սա Գոլդա Մեիրի խոսքերն են։ Իսրայելի վարչապետ։ Ինչի համար Իսրայելի, որովհետև այո, հրյաների հետ մենք ունենք շատ, գիտեք, իրար նման բախտ, բայց հրյաները հասկացան, իսկ մեզ փորձում են հակառակը համոզել։ Հիմա դուք համաձայն եք այս թեզի հետ։ Զուտ մտքի խորության հետ իհարկե ես համաձայն եմ, որովհետև այս միտքը էլի տրամաբանորեն շատ լավ միտք է եւ միանշանակ միտք է։ Մյուս կողմից եկեք եթե զուտ ավելի ռացիոնալ դիտարկենք այս խնդիրը, ապա տեսնում ենք հետեւյալը։ Ցեղասպանը իր ծրագիրը չի փոխել, հա? Եվ ցեղասպանը շարունակում է իր քաղաքականությունը։ Օրինակ, նույն Ադրբեջանում հիմա մանկապարտեզներում սովորեցնում են հայացածությունը, այսինքն երեխաներին սովորում են հայերին ատել։ Եթե 4 տարեկան երեխուն սովորացնում են հայերին ատել, պարզ է, որ Ալիևը չի նախապատրաստում, որ 2026 թվականից երկարատև խաղաղությունը հաստատելու հայերի հետ, այսինքն նվազագույն ենթադրում է, որ այդ երեխեն, որ 18-20 տարեկան դարձավ, բանակագնալու, որպեսզի հայերին սպանի, հա, այսինքն մոտավորապես 20 տարվա կտրվածքով պատերազմ նախապատրաստում։ Այսպիսով, իհարկե, ստեղ արդեն երկրորդ հարց է գալիս, եթե մենք մոռանում ենք կամ ներում ենք, մենք հակազդելու ենք թե ոչ։ Այսինքն սա ուղղակի միտված է այս քաղաքականությունը, որ մենք չհակազդենք։ Այսինքն թույլ տանք, enable անենք այս քաղաքականությունը։ Այսինքն մենք ուղղակի չընդդիմանանք։ Սա է հարցը։ Այսինքն հրավիրում ենք թե ոչ, ուղղակի թույլ ենք տալիս։ Այսինքն մատաղացու գառ են մեզ սարքում, հա, ես տենց եմ հասկանում։ Այո, նպատակը, այսինքն այս քաղաքականությունը, այս մոտեցումները, այս նարատիվները եւ այս իշխանությունը դա ուղղակի ձեռնաշխտա է մեր վրա, մեր ձեռքերին, որպեսզի մենք չկարողանանք հակազդել։ Այսինքն նրանք ոչ թե պետք է արձագանքեն այսպես թե այնպես, նրանց նպատակը, որ մենք որևէ կերպ չկարողանանք հակազդել։ Պարոն Մելքոնյան, շարունակելով պարոն Միքայելյանի միտքը, sense մի գլխիս մեջ մի շատ հետաքրքիր նարատիվ է պատտվում, հենց այո նարատիվ, որին ես առաջի անգամ առնչվեցի, երբ որ Ռաֆայել Լեմկինի աշխատություններն էի կարդում, այնտեղ մի շատ կարևոր դրվագ կար, իմիջիալոց Ռաֆայել Լեմկինը, դա հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, այն մարդն է, ով առհասարակ ցեղասպանություն եզրույթն է բերել միջազգային իրավական դաշտ եւ որքան էլ տարօրինակ չհնչի, ինքը չէր հենվում հոլոկոստի, այսինքն հրյաների ոչնչացման գործընթացի վրա, այլ հենց հայոց ցեղասպանության եւ հայկական ցեղասպանություն առհասարակ արտահայտությունը առաջին անգամ հնչել է հենց Ռաֆայել Լեմկինի աշխատություններում։ Ինչ էր ինքը ասում։ Ինքը ասում էր, որ յուրաքանչյուր զանգվածային ոչնչացման, այսինքն ցեղասպանության, հա, հիմքում թե ընդունելու, թե չընդունելու շատ պարզունակ մի գաղափար է պարկած։ Դա պետության կամ ժողովրդի անվտանգությունն է։ Այսինքն, երբ որ դու մոռանում ես կամ երբ որ դու սակարկման ենթակա ես դարձնում առհասարակ ցեղասպանության մասին հիշատակումը կամ հիշողությունը, ասելով դե դա պատմություն է, թողենք պատմության գիրք եւ այլն, դու դրանով թուլացնում ես քո կամ էթնոքաղաքական միավորի կամ պետության անվտանգությունը։ Ուռճացված է թե ոչ։ Իհարկե ոչ։ Էլի լինելով իսրայելագետ օրինակ կբերեմ, ինչպես իրանք շատ հաճախ այդպես տերմին կա weaponize զենք են դարձնում իրենց արտաքին քաղաքականության տարբեր թեզերը։ Օրինակ անտիսեմիտիզմը իրանք weaponize են անում։ Օրինակ, եթե իրենց դեմ ինչ որ քարոզչություն են տեսնում կամ ինչ որ հարձակում, լինდა բանավոր կամ այլ տեսքով, իրանք հակասեմիտիզմը կիրառում են որպես կոշտ ուժ եւ ասում են մենք ենթարկվել ենք ցեղասպանության, մենք պիտի ապահովենք մեր անվտանգությունը,
Հետևաբար մեր անվտանգությունը ապահովելու համար մենք պետք է դիմենք յուրաքանչյուր միջոցներին։ Բայց եթե մենք համեմատենք, ով իրականում հիմնական սպառնալիք է Իսրայելին, օրինակ այսօր իրանք ասում են վերջի 10 տարիներ շարունակ իրանք օրինակ Սիրիայի դեմ էին պայքարում, բայց Իրան իրանց համար ինչ որ սպառնալիք չէ, այնտեղ ավելի լայն նպատակներ կային։ Ինչ նկատի ունեմ։ Իրանք շատ լավ հասկանում են, որ արտաքին քաղաքականությունը ինքը պիտի ուժ ունենա։ Եվ այդ ուժերից մեկը դա անտիսեմիտիզմի դեմ պայքարն է։ Մեր դեպքում, այո, դա պայքարն է, որպեսզի ցեղասպանությունը ճանաչվի եւ գլոբալ արմենոֆոբիայի դեմ պայքարը պիտի լինի։ Սա մեկ, երկրորդը, այն ինչ որ ամենասկզբում ասեցի, այն դեպքում, եթե դու հրաժարվում ես դրանից, պատմությունը չի դառնում քո համար քաղաքական։ Պատմությունը դառնում է հեքիաթ։ Այդ դեպքում դա նշանակում է, որ այդ միջոցները, որը քո դեմ կիրառել են, ընդունելի են։ Հետևաբար, այն դեպքում, եթե Ադրբեջանը կիրառի նույն միջոցը Սյունիքում, Վայոց ձորում կամ Գեղարքունիքում, դա ընդունելի կլինի, որովհետև Հայաստանը հրաժարվեց փաստացի ցեղասպանությունից, Հայաստանը չի ճանաչում Արցախում տեղի ունեցածը որպես էթնիկ զտում եւ տեսնում ենք, եթե Հայաստանը այս օրակարգը առաջ չի մղում, Արցախի օրինակը, միջազգային հանրությունից որևէ արձագանք չի լինելու։ Հետևաբար դու պիտի որպես սյունը պիտի պահես եւ այս օրակարգի շուրջ քո շահակիցներ գտնես։ Օրինակ բերեմ, եթե Հայաստանը հրաժարվում է այս օրակարգից, ցեղասպանության ճանաչման պայքարից, ապա Հայաստանը կորցնում է շատ հզոր շահակից եւ դաշնակից, որովհետեւ կան մի շարք պետություններ Եվրոպայում եւ Մերձավոր որոնք պատրաստ են աջակցել Հայաստանին այս օրակարգում, որպեսզի Հայաստանը լինի տարածաշրջանում հակակշիռ Թուրքիայի դեմ։ Որովհետեւ շատ հաճախ փորձում են ցույց տալ, որ հիմնական մենք ենք մեղավոր, վերադառնալով այս թշնամու կողմից նետած նարատիվից։ Մենք ենք մեղավոր, եթե մենք մեզ լավ պահենք, ապա խնդիր չէր լինի եւ այլն։ Եկեք տեսնենք, որ Թուրքիան ունի խնդիր իր բոլոր հարևանների հետ։ Թուրքիան ունի խնդիր Սիրիայի հետ, մինչև ահաբեկիչների չբերած իշխանությամբ, Իրաքի հետ, Հունաստանի հետ, Կիպրոսի հետ, Հայաստանի հետ, նշանակում է, որ խնդիրը չի գտնվում Հայաստանում։ Նշանակում է, որ այո, խնդիրը գտնվում է Թուրքիայում։ Հետևաբար կան այլ պետություններ, որոնք շահագրգռված են Թուրքիային հակակշիռ ստեղծելով նաև այս տարածաշրջանում։ Կան պետություններ, որոնք մտահոգված են թուրքական քաղաքական իսլամով, կան պետություններ, որոնք մտահոգված են Թուրքիայի դիրքերից արևելյան մասում երկրական ծովում եւ այլ տարբեր տեղերում։ Եվ եթե Հայաստանը հրաժարվում է այդ օրակարգից, որ պահել իր օրակարգը, որը զսպում է Թուրքիային, ապա էլ նույնիսկ ոչ մեկ չի աջակցելու Հայաստանին իր ավելի լայն օրակարգում։ Համաձայն եք, պարոն։ Իհարկե։ Մի քանի թեզով կուզեի իմ մոտեցումները ամփոփել եւ արձագանքել նաեւ այն խոսույթին, որը տարածվել է այս շրջանում Հայաստանում եւ որի մի մասը դուք մեջբերեցիք։ Օրինակ, ցեղասպանությունը դա պատմության մի էպիզոդ է։ Իրականում ցեղասպանությունը դա պատմություն կերտող իրադարձություն է, այսինքն այն, որը ստեղծում է պատմություն եւ պատմության հետագա ընթացքը փոխում է, հատկապես մեր համար, որովհետեւ մենք մեր բնորանի պայմանական ասած 80%-ը կորցրել ենք, զուտ տարածքային եւ ռեսուրսային տեսանկյունից։ Եվ այսպիսով հայկական հարցը չի կարող փակվել, եթե իր հետևանքները վերացված չեն։ Սա մի կողմից։ Մյուս կողմից, ուրեմն Թուրքիան ասում է, եկեք պատմությունը մոռանանք, անցնենք առաջ։ Իսկ Թուրքիան իր պատմությունը մոռանում է, որպեսզի անցնի առաջ։ Թուրքիան ուզում է օսմանական պատմությունից միայն հայոց ցեղասպանությունը մոռանալ, թե ամբողջ օսմանիզմը անցնել եւ անցնել առաջ։ Ինչու Արցախ չէին մոռանում եւ նույն Ադրբեջանը եւ շարունակում էր Արցախի մասին խոսալ անընդհատ մինչեւ հարձակվեցին, հա։ Այսինքն պատմությունը պետք է միայն մենք մոռանանք։ Սա էլի կարևոր է։ Մյուսը, ինչպես գործընկերս ասեց, ցեղասպանությունը դա ուղղակի վանդալիզմի ակտ չէ, այլ քաղաքական ծրագիր է եւ նաեւ այդ ձեր խոսույթին արձագանքեմ, այսինքն ցեղասպանությունը ոչ թե ատելության այլ քաղաքական ծրագիրը, ցեղասպանությունը առհասարակ ատելության հետ կապ չունի, այսինքն այո, ատելությունը ստեղծել են Թուրքիայի իշխանությունները, բայց նրանք ամբողջությամբ ռացիոնալ են այդ գործում։ Այսինքն ատելությունը գործիք է։ Այո, եւ մենք կարող ենք տեսնել
Բարդակչի գրքում վերջերս հրապարակվել է մի քանի տարի առաջ, որտեղ ոնց որ մահաբեր հրամաններ կոչվում այդ գիրքը, որտեղ մեջբերվում են այդ հրամանները Օսմանական տրիումվիրատի Էնվեր Փաշայի, Թալատ Փաշայի, Ջամալ Փաշայի եւ հետո հրապարակվել է նաեւ Թալատ Փաշայի սև գիրքը, որտեղ սաղ թղթերով գրիչ բանը թվերով ամեն ինչը գրված է ամեն մարզում, թե ինչքան է մնացել հայ, ինչքան է ծրագրված սպանել եւ այլ, այս ամեն ինչը կա։ Հետո 21-րդ դարի հետ կապված եւս կուզեի արձագանքել, ուրեմն Ֆրանց Վերցելի գրքում Մուսալերի 40 օրվա մեջ գրված է ամենասկզբում գրեթե, որ հայերը իրար մեջ խոսում են, չի կարող այդպես լինել։ 20-րդ դարը արդեն սկսվել։ Ոնց կարա այդպիսի բան լինի, թուրքը փոխվել է։ Մեջբերում են բառացիորեն։ Այսինքն 21-րդ դարը ինչ է։ Համար է։ Բացի համարից 21-րդ դարը ուրիշ բան չի, որովհետև 16-րդ դարն էլ եղել է, 17-րդ դարն էլ եղել է, հիմա 21-րդ դարն է, հաջորդ դարը լինելու է 22-րդ դար, այսինքն ինչ է նշանակում 21-րդ դարը, ուրեմն թուրքը փոխվել է, այսինքն թուրքի վրա ինչ որ հաշվիչ կա, որը հենց այդ թիվը անցնում է, թուրքը փոխվում է։ Սա այսինքն թուրքը ոչ թե ուղղակի մարդ է, այլ դա քաղաքակրթությունն է կամ քաղաքական միավորն է, որը վերարտադրվում է եւ որը ինչ որ ծրագիր է իրականացում կամ քաղաքականություն։ Այսինքն ինչ է փոխվել, որպեսզի Թուրքիայի քաղաքականությունը փոխվի։ Եվ եւս մի բան, այսինքն թուրքական հյուրանոցներում այս ասացվածքները ընդհանրապես շատ հաճախ նաեւ արտասահմանյան գործընկերների հետ բանավեճի հետ հանդիպում եմ նման խոսույթի, որ դե գիտեք Թուրքիան թույլա ստիպված է ինչ որտեղ հարմարվել եւ այլն, իսկ թուրքերը նաեւ հայերին շատ հաճախ ասում են դե իմ տատը հայ է եղել եւ այլն, նաեւ քրդերն են այդպիսի բան սիրում ասել։ Տեսեք, Թուրքիայի քաղաքականության մեջ եւ առհասարակ թուրքերի համար սուտ ասելը ընդունելի է, եթե իրանք դրանից շահելու են։ Եվ այսպիսով այս թուրքական բազարը որպես հալածյուղ ընդունելը իմ կարծիքով չարժե։ Այսինքն նրանք ցանկացած բան կարող են ասել, որը իրենց այս պահին դրությամբ ձեռնտու է։ Եվ հաստատ շատ հաճախ թուրքերը սիրում են ուղղակի նվազեցնել իրենց կողմից վտանգը կամ իրենց ուժը միշտ փորձում են իրենց որպես թույլ ցույց տան։ Ի տարբերություն ուրիշ պետությունների, որոնք փորձում են ուժեղ տվալ։ Թուրքերը հակառակ փորձում են թույլ տվալ, որպեսզի հետո ավելի հեշտ կարողանան իրենց ծրագիրը իրականացնել։ Այսօր կրկին գեներացվում է Ադրբեջանի պահանջով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, հայկական սահմանադրության փոփոխումը կամ ոչնչացումը, ինչպես կցանկանաք, հա։ Բերվում են տարբեր արգումենտներ, բերվում են տարբեր փաստարկներ, բայց կարծես թե ակնհայտ է, որ իշխանությունը չի պատրաստվում ներառել նոր սահմանադրության մեջ հայոց ցեղասպանության միջազգային ընդունման եւ հայոց ցեղասպանության աշխարհաքաղաքական հետևանքների, հա, արդյունքում ստեղծված իրավիճակը, որը այս մեր սահմանադրության մեջ այս կամ այն առումով արտացոլված է։ Դուք վտանգ տեսնում եք նրա մեջ, որ հանկարծ Հայաստանի Հանրապետության հիմնական փաստաթղթում արտացոլված չլինի հայոց ցեղասպանության թեման։ Ես շատ կարճ ընդամենը մեկ օրինակ կբերեմ։ Մեկ թես։ Ես ունեմ երկու հատ օրինակ, երբ 21-րդ դարում արտաքին ուժի ճնշման արդյունքում պետությունը փոխել է սահմանադրությունը։ Աֆղանստան 2004 թիվ եւ Իրաք 2005 թիվ։ Այդ երկու դեպքերում երկու պետություններն էլ օկուպացված էին։ Փաստացի։ Արտաքին ուժը, որը քո դեմ պատերազմում էր, փաստացի օկուպացրել էր քո երկիրը։ Հետո դու փոխում ես սահմանադրությունը։ Հիմա ես էլ այլ եզրակացություն չանեմ, այս երկու զուգահեռը ինձ թվում է պարզ է։ Դե 20-րդ դարից էլ կարելի է Ճապոնիա եւ Գերմանիա մեջ վերել։ Այո, լիովին համաձայն եմ։ Իմ կարծիքով սահմանադրությունը չի կարող անցնել տվյալ ձևաչափով, որովհետև բոլոր հարցումներով մեծամասնությունը դեմ է սահմանադրության փոփոխության։ Եվ այստեղ գալիս է մյուս հարց. ինչն է նպատակը այս նոր սահմանադրության։ Օրինակ Ալիևը ասում է, որ ես խաղաղությունը կկնքեմ միայն հայ ժողովրդի հետ, այսինքն հայ ժողովուրդը պետք է համընդհանուր քվեարկի խաղաղությունը կկնքի հայ ժողովրդի հետ, այսինքն հայ ժողովուրդը պետք է չակերտներում կարծում։ Իհարկե, բայց դա իր խոսույթն է։ Այսինքն հայ
հայ ժողովուրդը պետք է համընդհանուր քվեարկի այս թուրքամետ սահմանադրության օգտին, հա։ Եվ այստեղ գալիս է հարց, իսկ եթե չի քվեարկելու հայ ժողովուրդը, ուրեմն Ալիևը կարող է դուրս գալ եւ ասել, դե հայ ժողովուրդը չուզեց խաղաղություն, ուրեմն ես հարձակվում եմ։ Այսինքն սա կարող է որպես կազուս բելի օգտագործվել։ Եվ այս շատ խնդրառույց եւ շատ վտանգավոր գործընթացը նախաձեռնում է այս իշխանությունը, որին մենք արդեն տեսել ենք քանի անգամ ուրեմն արդեն արտահայտել են, որ դե դուք չուզեցիք, ուրեմն այդպես եղավ, այսինքն Ադրբեջանին արդարացնելու քաղաքականություն։ Եվ երկրորդը, այսինքն այս սահմանադրության մեջ ոչ միայն չի արտացոլվելու հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը, այլ նաև ամենայն հավանականությամբ ամեն դեպքում Ադրբեջանի պահանջներից մեկը եղել է նաև դա սահմանափակել քննարկումներ այդ թեմայով, այսինքն արգելք դրվի ցանկացած հակաթուրքական եւ հակաադրբեջանական խոսույթին եւ մենք տեսնում ենք, որ արդեն օրինակ արցախցիների դեմ ատելության խոսքը ընդունելի է այս իշխանության համար, իսկ օրինակ թուրքերի կամ ադրբեջանցիների դեմ ատելության խոսքը պատժվում է եւ այսպիսով այս մոտավորապես ձևաչափով գնալու է սահմանադրական փոփոխությունը, բայց ամենամեծ վտանգը այն է, որ դա կարող է պատերազմ բերել։ Շնորհակալություն, պարոն Նայք։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր վրա փորձում են վաճառել վախ։ Մեզ վախեցնում են։ Առավոտից երեկո մեզ ասում են, եթե սա չհամաձայնվենք, հա, օրինակ, չգիտեմ, ադրբեջանական ինչ-որ նարատիվների հետ կլինի պատերազմ։ Եթե չփոխենք, ինչպես ասեց պարոն Միքայելյանը, սահմանադրությունը կլինի պատերազմ։ Եթե չմոռանանք, հա, մեր ինքնությունը կլինի պատերազմ։ Եթե չուրանանք Արցախը կլինի պատերազմ։ Եթե ցեղասպանության մասին խոսենք կլինի պատերազմ։ Մեր վրա վաճառում են մեր վախերը։ Իսկ միգուցե ամեն ինչ հակառակն է։ Իսկ միգուցե եթե մենք մոռանանք ով ենք մենք, մոռանանք ցեղասպանություն, մոռանանք Արցախ, մոռանանք Հայաստան, այո Հայաստան, որովհետև Հայաստանի վրա էլ թշնամին աչք ունի։ Այդ ամեն ինչ մոռանանք, իսկ միգուցե հենց դա է պատերազմի նախադրյալը, իրական, թե պատերազմ, թե կոտորած։ Հաճախակի ասում են, որ պատերազմից վատ բան չկա։ Կա, դա ցեղասպանությունն է եւ կոտորածը։ Երբ որ խոսում ենք խաղաղության մասին, խաղաղությունն էլ է տարբեր լինում։ Այսօր Արցախում խաղաղություն է, բայց հայ չկա։ Մենք ուզում ենք այդպիսի բախտ մեզ վիճակվի։ Եվ վերջում մեզ կարող են համոզել, որ պետք է մոռանալ հայոց ցեղասպանությունը եւ այդ պարագայում ամեն ինչ լավ կլինի։ Կասեմ կարճ, դուք կարող եք մոռանալ ցեղասպանությունը։ Թուրքը դա չի մոռանա, հիշեք դա։ Շնորհակալություն։ Պրես կենտրոնի եթերում կամուրջ հասարակական նախաձեռնության քննարկումն էր եւ հիշեցնեմ, որ այսօր քննարկմանը մասնակցում էին պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը եւ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Շնորհակալություն պարոն Նայք շատ արդյունավետ քննարկման համար։